Հալելույա։ Այսօր ես ուզում եմ ձեզ հետ կիսվել ինչպեսի ծրագիր ունի Աստված կնոջ վերաբերյալ, կնոջ հանդեպ ու մենք այս ժամանակաշրջանում խոսում ենք կնոջ դերի մասին ու Հովիվ Կարենը շատ լավ ներկայացրեց ինչպեսին Աստծո կամքը կնոջ հանդեպ։ Այսօր ես էլ որոշ բաներ ուզում եմ խոսել, շեշտը դնելով մոր աղոթքի զորության վրա։ Որովհետև ասեմ ձեզ, Աստվածաշունչը լի է այն օրինակներով, այն կերպարներով կանանց, որից մենք կարող ենք շատ բան սովորել։ Ու Աստվածաշունչը կնոջը իրականում շատ գնահատում է, շատ։ Ու մենք գիտենք, որ Աստված, որ ստեղծեց Ադամին, չստեղծեց իրան մենակ, ստեղծեց նաև լավ օգնական։ Երբ Ադամը մենակ էր, Աստված տեսավ, որ Ադամը տխրել է, ու ասեց Ադամ ինչու ես տխրում, ասեց ոնց որ բոլոր կենդանիները զույգ են, բայց ինչ որ մի բան ոնց որ պակաս է իմ կյանքում։ Ու ես մտածում եմ Աստված այդ բանը թույլ է տվել, որ Ադամը ինքը հասկանա, որ ինքը ինչ որ մեկի կարիք ունի։ Ու երբ ինքը հասկացավ, Աստված մտածեց, որ լավ չէ մարդուն մենակ լինել, պետք է իրան հարմար օգնական շինել, ամեն իրեն համար հարմար օգնական։ Այդպես որ սիրելի քույրեր, դուք հարմար օգնական եք ձեր ամուսինների համար։ Օգնական նշանակում է մեկը, ով որ ուրիշին կատարյալ է դարձնում։ Ու ասեմ ձեզ, որ ամեն Աստծո արարչության վերջում ստեղծվել է Եվան, կինը։ Եթե Եվան չլիներ, ինչ որ բան պակաս կլիներ, բայց երբ Աստված ստեղծեց Եվային, ամեն ինչը տեղը ընկավ, ամեն ինչը դարավ կատարյալ, ամեն ինչը, որովհետև Ադամը երջանկացավ, Եվան էլ երջանկացավ, ամեն, ու ինչպես մեր Հովիվ Արտուրը հաճախակի սիրում է ասել, շատ եմ սիրում այդ արտահայտությունը, երբ ինքը պսակադրում է երիտասարդներին, ասում է դուք հիմա ամուսնացաք իրար հետ, բայց չսպասեք, որ ամուսնությունը ձեզ պիտի երջանիկ դարձնի, դուք պետք է երջանիկ դարձնեք ձեր ամուսնությունը, ամեն, դուք պիտի երջանկացնեք մեկը մյուսին։ Սա իրականում շատ կարևոր է, որովհետև շատերը մտածում են, վայ մենակ ես ամուսնանամ, չասեն, որ տունը մնացի ու կլինեմ երջանիկ։ Բայց ցավոք այդպես չէ, շատերը ամուսնանում են ու երջանիկ չեն, որովհետև չեն կարողանում երջանկացնել, որովհետև շատ իրանց վրա են կենտրոնացել։ Բայց Հիսուսը մեզ գտավ, որպեսզի մեր սրտերը բժշկի, մեզ ազատագրի, մեզ հայտնի իր ճշմարտությունը, որ մենք Քրիստոսի մեջ լինենք լիարժեք, Քրիստոսով լինենք երջանիկ ու կարողանանք ամեն մեկին երջանկացնել, ամեն կինը իր ամուսնուն, ամուսինը իր կնոջը, քույրերը, բոլոր նրանց, ովքեր Հիսուսին չեն ճանաչում ու եղբայրները, ամեն Քրիստոսի եկեղեցին, դա Աստծո ընտանիքն է, որը երջանիկ է այն հարաբերության մեջ, որ ունի Քրիստոսի իր փեսայի հետ, ամեն, ու մենք լինելով երջանիկ, բավարարված, լցված Աստծո ներկայությամբ, մենք այսօր Աստծո լույսն ենք տարածում այս աշխարհի խավարի մեջ։ Հիմա սիրելիներս, որոշ մարդիկ ասում են, որ մեղքը եկավ կնոջ միջոցով։ Եկեք շատ խիստ չդատենք Եվային, որովհետև չգիտենք իր տեղը ինչ որ մեկը լինի, ոնց կաներ։ Այո, շատ ցավալի է այն ինչ որ կատարվեց Եդեմական պարտեզում, բայց մեր Աստված հաղթող Աստված է, սկզբից մինչև վերջ։ Եթե Եվայի պատճառով մեղքը եկավ, Եվայի ու Ադամի միջոցով մեղքը եկավ այս աշխարհ, մեկ ուրիշ կնոջ միջոցով, Մարիամի միջոցով եկավ մեկը, ով որ այդ մեղքի հարցերը լուծեց, ամեն, դրա համար Աստված կնոջը վերականգնեց իր արժեքը։ Ուզում եմ այս բանն ասել, որ երբ Աստված ստեղծեց տղամարդուն եւ կնոջը, իրանք մեկ են, իրանք երկուսը իրար հետ համարժեք էին։ Այդպես չէր, ինչպես կրոնը ներկայացնում է, որ տղամարդը ավելի արժեքավոր է, քան կինը երկրորդական սորթի է, ոչ։ Այն տղամարդը, որ կնոջը այդպես է համարում, նա չի հասկանում կնոջ արժեքը եւ երջանիկ չի։ Դրա համար Աստված ուղարկեց իր որդուն Հիսուս Քրիստոսին, որ վերականգնի ճիշտ դիրքի մեջ, որից եւ տղամարդը եւ կինը ընկել են, եւ Ադամը եւ Եվան։ Այսօր Հիսուս Քրիստոսում եւ Ադամը եւ Եվան լիարժեք են, ամեն, իհարկե ֆիզիկապես տղամարդը ու կինը տարբեր են, դիրքը թե ընտանիքում թե եկեղեցում տարբերվում են, բայց Հիսուս Քրիստոսի մեջ ինչպես մարդ արարած, որովհետեւ տղամարդը տղամարդ է, կինն էլ կին մարդ է, ամեն, երկուսն էլ մարդ են, այսինքն Աստծո արարչությունն են, երկուսն էլ շատ կարևոր են, արժեքավոր են, ամեն,
Սա շատ կարևոր է, սա հիմք է մեր հարաբերությունների համար, սիրելիներս։ Ամեն շատ։ Ու ասեմ ձեզ, որ ինչով կարևոր են այդ սեմինարները, որ մենք հատուկ քույրերի հետ անում ենք, որովհետև քույրերի հետ մենք խոսում ենք այն թեմաների մասին, որ դուք ոչ մի ինստիտուտում, ոչ մի դպրոցում, ոչ մի ինչ-որ տեղ դուք չեք կարող այդ բաները լսել, որովհետև միակ ճիշտ բաները, ճշմարտությունը ընտանիքի կառուցվածքի եւ ամուսինների ու ծնող երեխա հարաբերությունների մասին մենք կարող ենք իմանալ Տիրոջ եկեղեցում, որովհետև Աստված է ստեղծել ընտանիքը ու ինքը գիտի ինչպիսի կարգ ու կանոն պիտի լինի։ Դրա համար սիրելիներս, ես ձեզ շատ եմ հորդորում, որ դուք այդպիսի սեմինարների մասնակցեք, ամեն, ու նաև ուզում եմ մի բան էլ ասել, որ ամեն անգամ, որ տղամարդկանց աղոթքի մասին հայտարարում են, ես ասում եմ, վայ, գոնե ցիտիկի պես կուզենայի գայի մասնակցել այդ աղոթքին, բայց դուք բոլոր եղբայրները երանելի եք, որ դուք կարող եք հավաքվել, որտեղ երբ հավաքվում են առյուծները, երբ առյուծները մռնչում են, դևերը փախչում են, ամեն, ամեն, ու փառք Աստծո մեր Հովիվ Կարենի համար, ինքը իր մասին չի ասի, բայց ես կասեմ, որ շատ եմ ուզում, որ դուք սիրելիներս շատ գնահատեք եկեղեցու պարգևներին ու չփոքրացնեք, չարժեքազրկեք, չասեք, որ դե Հովիվ Կարենն է, էլի, ինձ համար շատ հասանելի է, ընկերոջ պես է, հա, նա կարող է ընկերոջ պես լինի, բարեկամի պես լինի, բայց եկեք ընդունենք պարգևը ու բոլոր եղբայրները երջանիկ են, որ Հովիվ Կարենը կարող է վարել աղոթքը, սովորեցնել, որովհետև ես մի բան գիտեմ, որ շատ մարդիկ կան աշխարհի տարբեր ծայրերից զանգում են, գրում են, հանգիստ չեն թողնում, ինչու, որովհետև այդ պարգևի կարիքը ունեն։ Ու երբ այդպիսի պարգև կա մեր եկեղեցում, եկեք սովորական ձևով չմոտենանք։ Ու բոլոր եղբայրները ասեցին. ամեն, ամեն, շատ եմ սիրում քեզ Կարեն ջան, ու Լուսինեին։ Ու պարծենում եմ այդ պարգևներով, որ կան մեր եկեղեցում, ամեն, ամեն սիրելի ժողովուրդ։ Այդպես։ Սա արդեն ճիշտ արձագանք է։ Ամեն սիրելիներս, հիմա, ուրեմն, սա այնքան կարևոր է, ես ուզում եմ խոսել մոր դիրքի մասին, իհարկե կինը շատ բաներ, ֆունկցիաներ է տանը կատարում, կինը և ամուսնու համար կին է, ու շեշտը դնեմ, նա օգնում է դառնալ կատարյալ ամուսնուն, այն կոչման մեջ, որ Աստված իրան տվել է, ամեն, կինը երկրորդական չէ, կինը շատ կարևոր օղակ է ամուսնու համար ընտանիքում, ու լիարժեք ընտանիքը դա հայր և մայրն են, ամուսին և կինն են, ու երջանիկ են այն երեխաները, որ ունեն պապա և մամա, ամեն, եկեք մենք գնահատենք այդ փաստը, հետո շատ կարևոր է, որ մենք մի բան իմանանք, որ Հիսուս Քրիստոսի մեջ, որ գրված է, ով որ Քրիստոսի մեջ է, նոր մարդ է, հներ անցան, հիմա ամեն բան նոր է, և տղամարդը և կինը Քրիստոսի մեջ նոր են, նոր մարդ է, ու մեր հարաբերությունները մենք կառուցում ենք հենց այդ նորի հիման վրա, ամեն, միգուցե ինչ-որ մի քրոջ ամուսինը դեռ ապաշխարած չէ, մի եղբոր կինը դեռ ապաշխարած չէ, կամ ապաշխարած է եկեղեցի չի գալիս, մենք ունենք հույս, մենք հավատքով լցված ենք, որ դա ժամանակավոր է, ինչու, որովհետև դուք աղոթքի մարդիկ եք, դուք աղոթում եք, որ Աստծո ծրագիրը լինի լիարժեք ու կատարյալ, ամեն, սա շատ կարևոր է։ Հիմա ես այսօր ուզում եմ խոսել մեկ անձնավորության մասին, որի մասին շատ տեղ որ գնում եմ խոսում եմ։ Եվ այդ անձնավորությունը ինձ վրա շատ մեծ տպավորություն է թողել։ Հաճախակի չէ, որ իր մասին խոսում են, բայց նա մի անձնավորություն է, մի մայր է, որ այնպիսի երեխաներ է մեծացրել, դաստիարակել, որովհետև մայրը մենակ կենսաբանորեն չէ, որ ծնում է երեխա, մոր բանի ծառայության մեջ մտնում են նաև դաստիարակել երեխաներին, դաստիարակել Աստծո խոսքի համապատասխան,
Մենք որ այսօր Քրիստոսի մեջ ենք կանանք, մենք ունենք այդ պատասխանատվությունը, որ դաստիարակենք, ու մենք շատ լավ գիտենք, որ կինը բոլորից շատ մեծ ազդեցությունը ընտանիքի երեխաների վրա թողնում է մայրը, ավելին քան հայրը։ Եվ կնոջ մոր ազդեցությունը ինքը որոշում է ազգի եւ ընտանիքի հոգևոր կյանքը, պատկերացնում եք։ Եվ մի ռուս մանկավարժ Մակարենկոն ինքը ասել է, դաստիարակելով երեխաներին, ծնողները մեծացնում են երկրի ապագան, ուրեմն աշխարհի ապագան։ Հաճախակի որ երեխայը ծնվում ընտանիքում մտածում են, հա, հիմա այս երեխան ես իրան մեծացնեմ, դաստիարակեմ, որ երբ ծերանամ ինքը մի բաժակ ջուր ինձ տա։ Շատ եմ ուզում խնդրել բոլոր քույրերին ու եղբայրներին, այդպիսի նկար մի նկարեք, որ դուք կարիք կունենաք մի բաժակ ջրի, որ մեկը տա։ Ձեր երևակայության մեջ այդպիսի պատկերացում ունեցեք, որ դուք միշտ ոտքի վրա կլինեք, որովհետև դուք ապավինում եք Աստծուն, ու Աստված ասել է, որ նրանք, ովքեր մեծանում են, ծերության մեջ էր, ովքեր Աստծո տան մեջ տնկված են, ծերության մեջ պիտի պտղաբեր, դալար պիտի լինեն եւ պիտի վկայեն, որ Աստված անարդար չէ, որ Աստված բարի ու ողորմած է։ Ու մենք այն մարդիկ ենք, որ մեծանում ենք Աստծո թևերի տակ, ու ինչքան մենք մեծանանք, այնքան պիտի նորոգվենք ու զորանանք, որովհետև մեր ապավինությունը Տիրոջ վրա է։ Եվ բոլոր 50 ու 60 պլյուսը ասեցին ամեն։ Ամեն։ Ես ուզում եմ խոսել այսօր Մովսեսի մայրիկի մասին։ Եթե ասեմ Մարիամի մայրիկի մասին, կարող է չկողմնորոշվեք։ Եթե ասեմ Ահարոն է, կարող է էլի չկողմնորոշվեք, բայց Մովսեսին բոլորը ճանաչում են, ամեն։ Պատկերացրեք մի կին, որը ծնվել է գերության մեջ, որովհետև Իսրայելը այն ժամանակ գտնվում էր Եգիպտոսում գերության մեջ, ստրուկի կարգավիճակում, այնտեղ իրանք հնարավորություն չունեին, որ իրանք իրանց հավաքվեին ու պաշտեին այնպես Աստծուն, ինչպես որ պետք էր։ Եգիպտոսը լցված էր կուրքերով, իրանք արժեքազրկված ազգ էին այդտեղ, չնայած որ իրանք արժեքազրկված էին, չնայած որ ստրուկի կարգավիճակում էին, բայց կարևորը մի բան էր, որ Աստված իրանց հետ էր, որ Աստված օրհնում էր։ Ու գիտեք ինչ է գրված, որ իրանք գերության մեջ լինելով շատանում են, բազմանում են, տարածվում են, զորանում են։ Հալելույա։ Անկախ իրավիճակից, կարևորը որ Աստված քեզ հետ է, ու կարևորը որ դու Աստծո հետ ուխտի մեջ ես, ամեն։ Հիմա մի ընտանիք, որտեղ ծնվել են 3 երեխա, Մարիամը մեծն էր, հետո Ահարոնը, 3 տարի հետո ծնվեց Մովսեսը։ Երբ ծնվել է Մարիամը ու Ահարոնը, դեռ այդպիսի ահավոր բան չկար, հրաման չկար, որ բոլոր հրյա տղա երեխաներին սպանեն ու գցեն Նեղոս գետը։ Բայց երբ պիտի ծնվեր Մովսեսը, այո, պատկերացրեք, որ այդ կինը հղիացավ ու այդ հրամանը եկավ։ Ու պատկերացրեք, ինչպես ինքը անհանգստանում էր, ինչ պիտի լինի։ Բայց մենք հիմա մի քիչ կկարդանք իր մասին ու իրանից ինչ որ բան կսովորենք, որ մենք էլ այդպեսի կանայք լինենք, մեր ազգի համար բարեխոսող, մեր ընտանիքի համար առաջինը բարեխոսող, որ մեր երեխաները դառնան ազդեցիկ մարդիկ։ Ազդեցիկ մարդիկ։ Ամեն։ Մովսեսի անունը գիտենք, բայց իր մամայի անունը ոչ բոլորը գիտեն։ Եկեք տեսնենք, ինչպիսին էր իր անունը, իր մամայի անունը։ Եկեք նայենք Թվոց գիրքը բացենք, 26-րդ գլխից, Թվոց գրքի 26-րդ գլխից կարդանք 59-րդ համարը։ 59-րդ համարը։ Եվ Կահատ ծնեց Ամրամին, և Ամրամի կնկա անունը Յոկաբեդ էր։ Յոկաբեդ էր, Ղևի աղջիկը, որին Եգիպտոսի մեջ ծնեց Ղևիի համար, և նա Ամրամի համար ծնեց Ահարոնին և Մովսեսին և նրանց քույր Մարիամին։ Ուրեմն շատ եմ ուզում, որ մեր եկեղեցին հիշի Մովսեսի մամայի անունը Յոկաբեդ էր, ճիշտ եմ։ Հա,
մի կին հետաքրքիր է, չէ, մենք կարող ենք չէ սովորել մի կնոջից, ով որ այնպիսի երեխաներ է դաստիարակել, որ ազդել են ոչ թե մենակ Իսրայելի պատմության վրա, այլ ամբողջ աշխարհի պատմության վրա։ Հետաքրքիր է, չէ։ Մենք կարող ենք սովորել ու ասել հոգաբեդ, այդ ինչ ես դու արել, այդ ոնց ես դու սովորեցրել, այդ ինչ բան ես դու արել, որ քո երեխաները այդպիսի ազդեցիկ մարդիկ են դարել, անցել են շատ դժվարության միջոցով, բայց կարողացել են հաղթահարել ու Տիրոջ անունը բարձր պահել։ Եկեք գնանք Եբրայեցիս թուղթը։ Եբրայեցիս թուղթը 11-րդ գլուխը, հանրաճանաչ 11-րդ գլուխ ու կարդանք 23-րդ համարից։ Հավատքով Մովսեսը երբ որ ծնվեցավ, 3 ամիս թաքուն պահվեցավ իր ծնողքի ձեռովը, վասնզի տեսան, թե մանուկը գեղեցիկ էր եւ չվախեցին թագավորի հրամանիցը։ Ինչն էր պատճառը, որ Հոքաբեդը եւ Ամրամը չվախեցան թագավորի հրամանից։ Խոսքը պարզ ասում է, հավատքն էր։ Հավատքը։ Ինչ է հավատքը։ Վստահություն է Աստծո հանդեպ։ Վստահություն է, հավատքը դա է։ Վստահություն է, երբ մարդը վստահում Աստծուն, երբ ինքը խոսք ունի Աստծուց, երբ ինքը գիտի, որ իր ազգի Աստվածը Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստվածն է, որ այդ Աստվածը մեռածների Աստված չէ, կենդանիների Աստվածն է։ Եվ այդ ազգը Իսրայելը, նա այն բոլոր պատմությունները, որը կատարվել է այդ 3 հանրաճանաչ մարդկանց կյանքերում, մեկը մյուսին պատմել է, ու իրանք գիտեն, իրանք որ Աստծուն են պատկանում։ Ինչքանով այսօր դու հասկանում ես ու գիտակցում ես ով է քո Աստված, ինչպիսին է քո Աստված։ Մենք այսօր լսեցինք, որ փոքր Դավիթը, պատանի Դավիթը գիտեր ով է իր Աստված։ Նա չվախեցավ, որ դուրս եկավ Գողիաթի դեմ։ Ասես դու քո այդ զարգացած զենքերով ես դուրս գալիս, ես էլ Աստծո անունով եմ դուրս գալիս։ Աստծո անունով, սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր մեր հայ ազգին շատ պետք է, որ մենք ճանաչենք մեր Աստծո անունը։ Ճանաչենք։ Ամեն, ոչ թե ուղղակի իմանանք, այլ ճանաչենք։ Որ ինչպես ասում են Աբրահամի Աստվածը, մեր երեխաները ասեն իմ մամայի Աստվածը, իմ պապայի Աստվածը, իմ տատիկի Աստվածը, որ իրանք տեսնեն, որ երբ մայրը հայրը աղոթում են, բաները փոխվում են, որ մեր սերունդների սիրտը չդողա, ամեն, տեսեք, ինչի հաշվին Հոքաբեդը և Ամրամը չվախեցան, որովհետև հավատում են Աստծուն, պատկերացրեք, ահավոր հրաման, ահավոր։ Երբ մենք լսում ենք ինչ-որ վտանգավոր իրավիճակի մասին մեր սահմանների շուրջը, կարծես թե այո, վախ է գալիս, վայ, մեր տղաները բանակում են, կամ հանկարծ ինչ-որ վատ բան չլինի։ Գիտեք, իրանք ապրում են գերության մեջ, անդադ նսեմացման, ստրուկի կարգավիճակում, մթնոլորտը բացասական էր, իրանք չէին կարող իրանց ուզած անեն, բայց մի բան գիտեին, ու այդ միլիոնավոր ժողովրդի մեջ Աստվածաշունչը խոսում է այս զույգի մասին, որ հավատք ունեն Աստծո հանդեպ, եւ իրանք իրանց երեխաներին փոխանցում են այդ հավատքը։ Ու ինչ եղավ, ծնվեց Մովսեսը, 3 ամիս պահեցին երեխային, ու հետո ինչ եղավ, աղոթում են Տեր, մենք չենք կարող երկար մեր երեխային պահել, խնդրում ենք օգնիր։ Այսօր կարող է դու էլ ինչ-որ հարց ունես քո ընտանիքում, ոչ թե պետք է խուճապի մատնվել, այլ պետք է կպնել երկնքին։ Եթե դու ճանաչում ես Աստծուն, եթե դու գիտես ով է քո Աստված, որ նա մեծ Աստված է, որ նա քեզ ճանաչում է, որ նա կարող է բաները փոխել, ամեն, այսօր Աստծո ժողովուրդը աղոթող ժողովուրդ պետք է լինի, ծնողները առավել ևս, եւ աղոթեցին իրանք, մենք գիտենք մայրը ունի մեծ ազդեցություն երեխաների վրա, գիտեք մեկ ուրիշ անձնավորություն այսպիսի բան ասել, մեկ լավ մայրը հարյուրավոր ուսուցիչներ արժի, մեկ լավ մայրը, իմ դուրը շատ է գալիս սա,
մի ուրիշ արտահայտությունն եմ գրել, որ ասում է երեխա մեծացնելը պահանջում է ավելի խորաթափանց մտածողություն, քան պետությունը կառավարելը, երեխա դաստիարակելը։ Ամեն մի մայր գիտի, որ իմ ընկեր ուսուցիչներից մեկը, երբ երեխա ունեցավ, մենք գնացինք այցելելու, արդեն որ մեծացել է, մանկավարժ մարդ, ասում է ես մանկավարժ եմ, բայց իմ երեխան ամեն պահին ինձ համար սուրպրիզ է, ու ես չգիտեմ ոնց արձագանքեմ, պարզվում է, որ այն բոլոր օրենքները, բաները, որ ինստիտուտում մանկավարժականում մարդը սովորում է, կիրառելու համար իմաստություն է պետք, որովհետև երեխան չի ենթարկվում այդ մարդկային օրենքներին, պետք է երկնային իմաստություն։ Ամեն։ Հիմա սիրելիներս, ինչ արեց այս կինը, նա տեսա, որ վտանգ է, բայց նա մի բան գիտեր, Աստված ունեմ, որի հետ Իսրայել Աբրահամի միջոցով ուխտի մեջ է, տարիներ են անցել, տարիներ, ու ժողովուրդը մեծացել է կրապաշտ, օկուլտ երկրում, որտեղ մարդիկ գնում են կուրքերին էին պաշտում, ու այնքան կարևոր էր պահեր հավատքը, այսօր կարծես թե մեր աշխարհը նույն վիճակի մեջ է, որովհետև այնքան կան կուրքեր, մարմնապաշտության կուրքեր, ոսկի արծաթապաշտության կուրք, նյութապաշտության կուրք, չգիտեմ ինչ նման կուրքեր, այնքան շատ է, դրա համար այնքան կարևոր է, որ մենք այսօր մեր հավատքը կարողանանք պահել, սիրելիներս։ Ու ինչ արեց Հոքաբետը, նա աղոթում էր ու Աստված իրան մի տեսիլ ցույց տվեց, Նոյի տապանը ցույց տվեց, ինչպես Աստված Նոյի տապանի միջոցով մարդկանց փրկեց, ասեց այդպիսի Նոյի տապանի նման մի զամբյուղ շինի։ Մարիամին ասեց Մարիամ, արի, մենք իրար հետ շինենք, շինեցին, մի հատ էլ կաղապար դրեցին, տարան դրեցին Նեղոսի ինչ-որ մի ափի մոտ, որտեղ Փարավոնի աղջիկը դուրս էր գալիս լողանալու ծառաների հետ, ու մի օր նա դուրս եկավ ու լսեց, որ լողանում էր, լսեց ինչ-որ երեխայի ձայն, տեսեք, ծառային ուղարկեց, ասեց գնա մի հատ ինչու՞մն է բանը, բերեցին այդ փոքրիկին, ու երբ բացեցին, այնքան գեղեցիկ էր, ու այդ գեղեցկությունը Աստծո փառքից էր, այդ գեղեցկությունը Աստծո նախասահմանությունից էր, այսօր ես ուզում եմ ասել, որ մեր յուրաքանչյուրի վրա այդ Աստծո փառքը կա, Հիսուս Քրիստոսի միջոցով, ամեն, այդ Աստծո փառքը կա, այն փառքը, որ Աստված ստեղծել է Ադամի Եվային ու ասել է, պատվով և փառքով պսակել եմ քեզ, մեղքի պատճառով գնաց փառքը, Քրիստոսի միջոցով փառքը վերականգնվեց, սիրելիներս, ու երբ Փարավոնի աղջիկը տեսավ, տեսեք, ինչ կարող է անել Աստված, Փարավոնի աղջիկը գիտեր, որ իր հայրը ինչ վտանգավոր հրաման է տվել, բայց ինքը հորը ոչ մի բան չասեց, նա ուղղակի նայեց ու մինչև ինքը մտածում էր այդ նորածին երեխային ոնց պիտի կերակրի, Մարիամը եկավ կանգնեց կողքու ասեց, կարող է դուք ուզում եք մի հրյակնոջը, որ կարող է կերակրի, ինքը կարող է, որտև ինքը կերակրող մայրը, ասեց հա կլինի, գնական չի, ես իրան կվարձատրեմ, այս հումորը մենակ Աստված կարող է անի, մենակ Աստված, տեսեք, ոնց Աստված փրկեց երեխային վտանգավոր իրավիճակից, վտանգավոր, այն ընտանիքը, որը վտանգ էր ներկայացնում հրյա տղաներին, այդ ընտանիքը դարավ, ապաստարան այդ փոքրիկի համար, ու Հոքաբետը տարավ երեխային, էլի իր տունը, կերակրում էր երեխային, դրա համար նպաստ էր ստանում, հնարավորը լավ մեծ նպաստ էր ստանում, ու բոլոր Փարավոնի զինվորները պաշտպանում են իր տունը, որ հանկարծ ոչ մեկը ոչ բան չասի։ Ինչ կարող է Աստված անի, երբ մայրը աղոթում է, երբ մայրը աղոթում է, նա իրավիճակներ կարող է փոխի, պատկերացնում եք, և երբ մի քանի տարեկան դարավ Մովսեսը, երբ մայրը կերակրում էր իրան, կաթի հետ միասին նա պատմում էր Աբրահամի, Իսահակի ու Հակոբի Աստծո մասին, որովհետև Հոքաբետը և իր ամուսինը ղևի ցեղից էին, պատկերացնում եք, մի հրաշալի ցեղից, մի մարդիկ են, որ այդ հավատքը պահում են իրանց սրտերի մեջ, երևի մեծամասնությունը այդպիսինը չեն, բայց այս ընտանիքի մասին Աստված յուրահատուկ ձևով խոսում է,
ու պատմում էր այն պատմությունները, որ Աբրահամ ունեցավ Իսահակին, հետո Իսահակի մասին, հետո Հակոբի 12 ցեղերի մասին, ու ասում էր Մովսես, մենք այդ ցեղից մեկն ենք, մեր Աստված զորավոր Աստված է, նա հրաշքներ գործող Աստված է, ու նա քեզ համար ունի նախասահմանություն, ծրագիր ունի, Մովսես, հիշիր, որ դու հրյա ազգին ես պատկանում, Իսրայել ազգին ես պատկանում, գիտեք, Աստծո խոսքը այսպես ասում, կրթիր քո փոքրիկին, քո երեխային, մինչև նա փոքր է, մայրեր, հայրեր, մի մտածեք աշխարհիկ, ինչպես աշխարհն է ասում, դե թող մեծանա այն ժամանակ կորոշի, երբ քո երեխան գնում է, որ փոս ընկնի, միթե դու մտածում ես թող գնա ընկնի ոտը ջարդի, հետո որոշի, որ փոսը պիտի շրջանցի, ոչ, մայրական սիրտը այդպիսինը չի, նա նախորոք սովորեցնում է, որ երբ դու քայլում ես, քո առաջ փոսեր կարող է լինի, զգուշ եղեր, շրջանցիր, քո ոտի տակը նայի, ամեն, իմաստությունը հենց դրանում է, սիրելի Աստծո ժողովուրդ, մայրեր, հայրեր, եղբայրներ, քույրեր, լինել ծնող դա մեծ պատասխանատվություն է և մեծ երանելություն է, որտև երեխաները երկնքից նվեր են ընտանիքի համար, նվեր, նվեր ու պարգև են, ամեն, դուք պարգևներ եք, դուք եղել եք պարգև ձեր երեխաների համար, ձեր ծնողների, ձեր երեխաները ձեզ համար, ու դա օրհնություն է, ոչ մի մայր չմտածի, ես ինք տանջանքա երեխա ունենալ, հիմա դաստիարակի գիշերները մի քնի, դա օրհնություն է, Աստված դրա միջոցով իր քաղցրությունն է ցույց տալիս, ինչքան նա քեզ է սիրում, որ երբ դու քեզ լավ չես պահում, ինքն էլ գիշերները չի քնում, թեկուզ միշտ չի քնում, հոգում է քո համար, ամեն, ծնողը հասկանում է հոր ծնող սիրտը, երկնային հոր սիրտը, ամեն, ամուսինները իրանց սիրո միջոցով ճանաչում են Աստծո սիրո այդ կարևորությունը, ոչ մի բան պատահական չէ Աստծո ծրագրերի մեջ, ամեն, ձեզ հետաքրքիր է, չէ, հետո ինչ եղավ, Հոկաբետը բերեց ժամանակը արդեն, որ լրացավ, մեծացավ Մովսեսը, բերեց, տվեց Փարավոնի աղջկանը, ու պատկերացրեք, ինչ Աստված իմաստություն է տվել Փարավոնի աղջկանը, որ ինքը հորը պետք էր չէ ներկայացնել, ով այս տղան, որտեղից եղավ, ոչ մի գրած չի, բայց Աստված դրա համար էլ է հոգացել, Աստված ամեն բան գիտի, ու Մովսեսը, որի համար այդ Նեղոս գետը եղել է, ոնց որ իր կործանման համար նախապատրաստած, այդ գետը Աստված դարձրեց իր բարձրունքի համար վայր, մի վախեցիր քո կյանքի դժվարություններից, երբ դու հավատա, որ դու Աստծո ձեռքերում ես, այն բաները կարող է, որ ուզում են քեզ կործանել, երբ դու հավատարիմ լինես ու աղոթքի մեջ լինես, այդ կործանող բանը կդառնա քո համար վեմ, հիմք, որ դու բարձրանաս, դրա շնորհիվ, Աստծո հետ ամեն բան հնարավոր է, Աստծո համար ամեն բան հնարավոր է, մենք ճանաչում ենք Աստծուն, որ մեռելներին է հարություն տալիս, չեղածը ինչպես եղած է համարում, ամեն, ինչ հիասքանչ բան է, որ մենք Աստծո զավակներն ենք, ինչ հիասքանչ է, երբ մենք խորում ենք դրա մասին, մեր սրտերը խաղաղությունով, ուհիացմունքով է լցվում, ամեն, հիմա Աստվածաշունչը վկայում է, որ Մովսեսի ծնողները ունեին ինչ? Հավատք ունեն, ինչ որ իրանք անում են, հավատքով են անում, հավատքով են զամբյուղը տարան դրեցին ափի մոտ, հավատքով կերակրեցին, հավատքով տվեցին Փարավոնի աղջկանը, և իրանք չէին մտածում, որ մեր տղան մոռանա Իսրայելի Աստծուն և սկսի այդ Եգիպտոսի կուռքերին պաշտել, իրանք վստահում են Աստծուն, ու մինչև Մովսեսը 40 տարի դաստիարակվում էր Փարավոնի տանը, ծնողները իր համար աղոթում էին, ամեն, 40 տարի, հետո մենք մի բան գիտենք, որ Աստված ամեն բան ղեկավարում էր, ամեն ինչը, երբ մայրը աղոթում է, Աստված ղեկավարում է, այսօր ես ուզում եմ բոլոր մայրերին հորդորել ու ասել, Աստված լսում է ձեր աղոթքները, որ դուք կատարում եք ձեր երեխաների համար, ձեր սերունդների համար, շարունակեք ու ավելի ջերմեռանդ եղեք ձեր սերունդների աղոթքի համար, ամեն,
Ես հանդիպել եմ մի եղբորը, որը վերականգնողական կենտրոն է անցել։ Անձամբ ինքը ինձ պատմել իր վկայությունը։ Ու ինքը ասել է, որ ինքը եղել է թմրամոլ է եղել։ Ու արդեն տան եղածը վաճառել է, կերպարը կորցրել է, ամեն ինչը։ Ոնց իր փոփոխությունը տեղի ունեցավ։ Ինքը ասեց, ես զգացի, որ մեր տան, մեր բնակարանի մթնոլորտը փոխվեց։ Ասում եմ, ես չգիտեի ինչա կատարվում։ Ես չգիտեի, բայց ես զգում եմ, որ երբ գալիս եմ իմ տունը, այդ մթնոլորտը փոխված է։ Ինքը չգիտեր մի բան, որ իր մաման արդեն մարդկային հույսը կորցնելով, ինչպես Աբրահամ ասում է, առանց հույսով հավատաց, նա ինչ որ գնաց մի եկեղեցի ապաշխարեց եւ մի բան իմացավ, որ մոր աղոթքը ազդեցություն է բերում, մոր աղոթքը փոփոխություն է բերում, ու նա սկսեց աղոթել։ Երբ տղան տունը չէր լինում, նա աղոթք էր անում։ Երբ տղան գալիս էր, մտնում էր այդ փոխված մթնոլորտի մեջ, որտեղ Սուրբ Հոգին է։ Նա չգիտեր, որ մայրը աղոթում է, նա չգիտեր, որ մայրը դարել է քրիստոնյա։ Գիտեք, որոշ մայրեր այնքան են սղոցում երեխաներին։ Բայց այս մայրը թաքուն էր ինչ որ բան անում։ Ուղղակի այդ տղան ասում է, ես զգացի մթնոլորտը տանը փոխվում էր ու կամած իմ մեջ եկել է ցանկությունը, որ ես էլ չեմ ուզում այդ բաներով զբաղվել։ Ես չեմ ուզում։ Ու հասավ նրան, որ այդ տղան ուղղակի ասեց, ես ուզում եմ փոխվել։ Մայրը տարավ իրան եկեղեցի, այդ տղան ապաշխարեց, ռեալ տղա է, ապրում է Կրեմում։ Ու այսօր դեմքերից մեկն է վերականգնողական կենտրոնում։ Մի մարդ կկործանվեր, եթե կողքին չբարձրանար աղոթող մայր։ Ու ինքը ինչ չասեց, ինչքան ժամանակ է տևել աղոթքները, մոր աղոթքները։ Կարևոր չէ ինչքան ժամանակ, կարևորը որ աղոթքները հաջողվել են։ Աստված պատասխանեց այդ աղոթքին։ Սիրելի քույրեր, մայրեր, տատիկներ, միգուցե դուք էլ նենց իրավիճակի մեջ եք, ձեր բարեկամի համար, հարազատի համար, իմացեք, երկինքը պատրաստ է մասնակցել քո աղոթքի մեջ։ Երբ դու աղոթում ես, երկնքում կան, գիտեք ինչքան վկաներ, որ ասում են, դավայ, ապրես, շարունակիր, մենակ կանգ մի առ, շարունակիր։ Ու իրանք մեզ այսպես հորդորում են, բարձրացնում են։ Էլ ես չեմ ասում Սուրբ Հոգու մասին, Սուրբ Հոգու, Սուրբ Հոգու Աստծո մասին, որը այնքան խոնարհվեց, որ եկավ մեզ օգնի մեր տկարությունների մեջ։ Սիրելիներս, հասկացեք, քո աղոթքը, քո ընտանիքի համար շատ կարևոր է։ Եթե մեզանից կենտրոնանա ու արժեքավորի մեր ընտանիքի փրկության համար մեր աղոթքը, գիտեք ինչքան արագ ձևով բաները կփոխվեն։ Մեր ազգի վրա կգա շատ ուժեղ ազդեցություն։ Ամեն։ Մեր ազգի վրա։ Մենք այսօր միգուցե աղոթում ենք, որ մեր ազգը փոխվի, բայց մեր ազգը դու ես եւ ես եմ։ Մեր ազգը մեր ընտանիքի անդամներն են։ Երբ մենք աղոթում ենք մեր ազգի համար, թող մեր աղոթքը չլինի վերացական։ Թող մեր աղոթքը լինի իրական։ Այսպես ռեալ աղոթենք մեր ընտանիքի փրկության համար։ Ոչ թե ժամանակ առ ժամանակ, ոչ թե երբ հավես ունեմ, երբ լավ տրամադրություն ունեմ, այլ ամեն ժամանակ։ Իմացիր, որ կան խոչընդոտներ, որ մեզ կխանգարեն։ Կարող է քո երեխայի ոչ ճիշտ վերաբերմունքը, դու իր համար կանգնած աղոթում ես, բայց ինքը չի ենթարկվում։ Դու ասում ես, կարող է вообще ընդհանրապես չպիտի աղոթեմ։ Ոչ, պիտի աղոթես մինչև այն պահը, մինչև որ կամ դու գնաս երկինք, կամ ինքը ապաշխարի։ Ամեն։ Ես այսպիսի վկայություններ եմ լսել, որ տղան չի ապաշխարել, մայրը գնաց, բայց ինքը միշտ որ գալիս էր տուն, տեսնում էր մայրը ծնկի եկած աղոթք անում։ Երբ մայրը մահացավ գնաց, այդ երեխային հետապնդում էր մոր աղոթքները։ Ու այդ աղոթքները նպաստեցին, որ ինքը ապաշխարի։ Մոր աղոթքը անպատասխան չի մնում։ Մայրը շատ ուժեղ է իր աղոթքի մեջ, շատ ուժեղ է, սիրելիներս։ Հավատացեք, որ
Ես ուղղակի զգում եմ իմ սրտում, որ շատ մայրեր, որ աղոթում են իրանց տղաների աղջիկների փրկության համար, մոտիկ է իրանց փրկությունը, շատ մոտիկ է։ Ամեն, եկեք չթուլանանք դրա մեջ։ Հիմա, սիրելիներս, մենք մի բան ենք տեսնում, որ Եգիպտոսը դա խորհրդապատկեր աշխարհի, փարավոնն էլ պարզ է սատանայի։ Սատանան այսօր այնպիսի հրամաններ, ոչ ադեկվատ հրամանները արձակում։ Ու գիտեք, ու դա վտանգ է, աշխարհիկ մարդիկ այդքան բան չեն հասկանում, բայց դա վտանգ է, դա մարտահրավեր է Աստծո ժողովրդի դեմ։ Այսօր ինչ պետք է անի Աստծո ժողովուրդը, ինքը պետք է սկսի աղոթել։ Ինչպես աղոթել, հավատքով աղոթել։ Եվ ինչ պետք է անել, պիտի բարձրացնի նոր սերունդ։ Գիտեք, Աստվածաշնչի մեջ ոչ մի բան հենց այդպես գրած չէ, ամեն մեկ ունի իր խորհրդանիշը։ Ու ես հավատում եմ, որ հոգաբետը դա եկեղեցու խորհրդանիշն է։ Ինչպես նա բարձրացրեց այդպիսի զորավոր ավակներ, այսօր Քրիստոսի եկեղեցին ինքը ունի այդ կոչումը բարձրացնել զորավոր ավակներ։ Աղոթող, ամեն, որ երբ դու աղոթես, բաները փոխվեն, իրականում։ Երբ դու աղոթում ես, դու պետք է հավատաս քո աղոթքին։ Ու խնդրում եմ, թող ոչ մեկը չասի, ես հավատում եմ քո աղոթքին, ես էլ հավատում եմ քո աղոթքի զորությանը։ Ամեն։ Ես հավատում եմ ձեր աղոթքի զորությանը։ Երբ դուք աղոթում եք, բաները փոխվում են։ Ամեն։ Հալելույա, փառք Աստծուն։ Հիմա ընտանիքի, ամեն մի ընտանիքի նպատակը այն է, որ ստեղծի սիրո մթնոլորտ, հոգա իր սերունդի համար, ամեն, եւ նաեւ նպաստի, որ երեխաները, որ ծնվում են, զարգանան, մտավոր զարգանան, ֆիզիկապես զարգանան, հոգեպես զարգանան, եւ որ հետո մեր երեխաները իրանք ունենան ժառանգություն։ Ասեմ ձեզ, ամենալավ ժառանգությունը դա այն է, որ մենք փոխանցում ենք հավատք։ Ես հիշում եմ, որ հերու երկրներից մեր շատ դժվար 90-ական թվականներին, որ մի լավ քարոզիչ, որ եկել է, նա գիտեք ինչ է մեզ ասել։ Շատերը գալիս էին, էլի օգնություն էին բերում, հումանիտար օգնություն էին բերում։ Դու գիտեք, չէ՞ օգնությունը ինչ է։ Մի ժամանակ օգնում է, հետո պրծնում է։ Բայց այս եղբայրը, որ եկավ, ասեց, գիտեք ինչ, ես ձեզ չեմ բերել հումանիտար օգնություն, ես ձեզ մի ուրիշ բան եմ բերել, հավատք եմ բերել։ Ու ես ուզում եմ ձեր սրտերը հավատքով լցվի, որտեղ օգնությունը վերջանում է, հավատքը չի վերջանում։ Ես բռնեցի դա, իմ դուրը եկավ այդ հավատքը, հավատալ այն բաներին, որը դեռ չկա։ Ու գիտեք ինքը որտեղ էր խոսում, մի սենյակում, դա Երևանի գրասենյակներ առաջի, որտեղ պատերը այսպես, որպեսզի հարևանի աղոթքի ձայնը չլսեն, այն ձվի ячейկաները կան, ամբողջ պատերը այսպես, ամբողջը, այսպես ամրացված էր դրանով։ Ու լույսը չկար, մի հատ մոմի տակ, այդ մարդը կանգնած, իրավիճակներ ուրիշ բաներ են խոսում, բայց ինքը հավատք էր ներշնչում, հավատք էր ազատագրում։ Ու ինքը այդ ժամանակ ասեց, դուք ունենալու եք ձեր սեփական շենքը, բազում մարդիկ ապաշխարելու են, ձեր եկեղեցին ունենալու է ազդեցություն ազգի վրա, այսօր դա դարել է իրականություն։ Հավատքը առաջ է նայում, հավատքը հետ չի նայում, հավատքը երբեք լաց չի լինում, ասում, առաջ լավ էր, հիմա վատ է, հավատքը ասում է, միշտ լավ է, որովհետև Աստված մեզ հետ է, մեզ մնում է, մենք Աստծո հետ լինենք, ամեն, Աստծո հետ լինելու համար մենք պետք է Աստծուն ճանաչենք, մենք պետք է Աստծուն ճանաչենք, այս բանը շատ կարևոր է։ Հիմա, սիրելիներս, նոր աղոթքը ազատագրումը, Տիրոջ ներկայությունը, Տիրոջ սրբությունը, ազատագրումը երկյուղը, բերումը առաջինը, դուք երևի նկատել եք, երբ մենք աղոթում ենք ուրիշների համար, մենք ենք փոխվում։ Աստված մեզ օրհնում է, երբ մենք կանգնած աղոթք ենք անում, որովհետև ինքը գալիս է իր իմաստությունով, նա բացում է մեր հոգու աչքերը, մենք սկսում ենք բաներ տեսնել, մենք սկսում ենք բաներ հասկանալ։ Մենք աղոթքը մտնում ենք մի տեսակ մարդ, աղոթքից դուրս են գալիս լիովին ուրիշ տեսակ մարդ։
Տկարաղուտքի մեջ ենք մտնում, կարող է լացակումած, խեղճացած, արժեքազրկված, հալածված, բայց աղոթքի միջից դուրս են գալիս առյուծի պես, որովհետև մեր Սուրբ Հոգին մեզ օգնում է տեսնել ով ենք մենք Քրիստոսի մեջ։ Սուրբ Հոգին բերում է մեր առաջ Գողգոթյան խաչը ու ասում է՝ չվախենաս, չընկճվես, չխեղճանաս, ամեն բան կատարված է Գողգոթյան խաչի վրա։ Հաղթական հոգին քո մեջ է, հայացքդ բարձրացրու դեպի երկինքը, ձայնդ բարձրացրու դեպի երկինքը։ Աստված լսում է քեզ, Աստված ամոթով չի թողնի ոչ մեկին, որ հույսը, ապավինությունը դրել է Աստծո վրա։ Ու խոսք ասում է Եփեսացիս 3-րդ գլխում, որ այն զորությունով, որ Աստված ներգործում է մեր մեջ, նա անում է ավելին, քան մենք խնդրում ենք, ավելին, քան մենք մտածում ենք, ավելին անում Աստված, ավելին անում, ավելին։ Որ ինչ հիասքանչ Աստված մենք ունենք։ Երբ դու սկսում ես աղոթել, Տերը ասում է, իմ դուրը գալիս է, որ դու եկել ես աղոթելու։ Հիմա բացվում է երկինքը, հիմա հրեշտակները սկսում են կատարել քո խնդրանքը։ Հենց հիմա բաներ են փոխվում։ Դու մի բան ես խնդրում, ես քեզ ավելին կտամ ես, ավելին։ Ամեն սիրելիներս, մենք հավատքի սերունդն ենք։ Մենք Աստծո հավատքը ունենք, Աստծո հավատքը։ Աստծո հավատքը դա վստահություն է Աստծո խոսքի մեջ, Աստծո ասածի մեջ։ Գիտեք, ոչ թե վստահություն է քո ասածի մեջ։ Որոշ մարդիկ այնքան համառ են, ասում են, չէ, իմ ասածը պիտի լինի։ Չգիտեմ, քարը տրակի իմ ասածը պիտի լինի, բոլորը պիտի ենթարկվեն։ Ոչ։ Քո ասածը խոնարհեցրու Աստծո առաջ։ Թող քո Աստծո ասածը լինի քո համար։ Քո կամքը խոնարհեցրու Աստծո կամքին։ Քո կամքը, երկու կամքը մեկ չեն կարող լինել։ Կամ Աստծո կամքը պիտի լինի, կամ քո կամքը։ Եկեք խոնարհեցնենք մեր կամքը, ասենք Տեր, թող քոնը լինի։ Ես շատ բան չեմ հասկանում, սիրելիներս։ Եկեք չմտածենք, որ մենք Աստծուց ավելի խելացի ենք։ Նա է մեզ ստեղծել, նա մեր Տերն է։ Մեր շնչելու, արտաշնչելու Տերն է։ Ամեն մեր քնի ժամանակը պաշտպանելու Տերն է, արթնանալու Տերն է։ Մեր ճանապարհը կատարյալ դարձնելու Տերն է, նա մեծ է, հրաշքներ գործող Աստված է, ամեն Աստծո ժողովուրդ։ Մենք Աստծո գերբնական ներգործությունը կրում ենք մեր մեջ։ Մենք այսօր կարող ենք հավատալ հրաշքներին, ամեն, ոչ թե յոլատանելով, խեղճ լինելով, ոչ։ Աստված ասում է մի հատ բարձրացրի, մի հատ թափ տուր քեզ, կանգնի քո ամբողջ բոյով, հերիքը էսպես մանգաս, մի հատ կանգնիր, ես քեզ ստեղծել եմ, որ դու թագավորես իրավիճակների վրա, ոչ թե ենթարկվես, այլ թագավորես, ամեն իրավիճակները պիտի լսեն քեզ, երբ դու լսում ես Աստծուն, ամեն, այսօր Աստված կարիք ունի հոգևոր մայրերի, հոգևոր մայրությանը, ինչպես հոգևոր հայրությանը, սիրելիներս, ինչքան տխուր է, որ մայրը թողում է ընտանիքը փախնում ուրիշի հետ, երեխեքը մնում են մենակ, կամ հայրը լքում է գնում ուրիշ կնոջ հետ, կամ չգիտեմ ուրիշ իրավիճակ է լինում, դա շատ տխուր է, սիրելիներս, բայց այնքան կարևոր է, որ և ընտանիքում, և ֆիզիկական ծնողները հոգում են, և կա եկեղեցի, որը հոգևոր հայրություն ու մայրություն է կատարում, ամեն, սա շատ կարևոր է, մենք շատ անգամ խոսում ենք անհայրության մասին, գիտեք ինչ է անհայրությունը, որ երբ տղան կամ աղջիկը մեծանում են, մեկը չկա, որ ասի, ես քո կողքին կլինեմ, դու կարաս իմ թիկունքին, այսպես հենվել քո դժվար պահին, այնքան դա կարևոր է, դե մենք մեծանում ենք, Աստված ասում է, հայրը մայրը քեզ կթողնեն, բայց ես քեզ երբեք չեմ թողնի, մեր ծնողները չեն կարող հավիտյան մեզ հետ լինել, բայց Աստված կարող է, Աստծո եկեղեցին կարող է, ամեն, ու այսօր ես ուզում եմ սրանով ավարտել, որ Աստված սիրում է իր ժողովուրդը, Աստված իր ուխտին հավատարիմ է, Աստված մի բան է ուզում, որ մենք
վերցնենք մեր դիրքը աղոթքի մեջ։ Ոնց որ սահմանապահը, երբ ինքը իր դիրքում կանգնած չէ, դուք գիտեք ինչ է կատարվում, թշնամին ներխուժում է, տարածք։ Այն ժամանակ ուզում ես լաց եղիր, ուզում ես ողբա, ուշ է։ Սիրելի եղբայր եւ քույր, դու այդ սահմանապահի պես պետք է լինես աղոթքիդ մեջ։ Եղբայրներ ջան, մի մտածեք, որ կինը պետք է աղոթքը մենակ կրի իր վրա։ Կինը ունի իր աղոթքի բաժինը, տղամարդը ունի իր աղոթքի բաժինը։ Ամեն։ Աղոթքը ունի հեղինակություն բաները փոխելու։ Երբ մարդը աղոթում է, բաները փոխվում են։ Երբ չեն աղոթում, բաները չեն փոխվում։ Ամեն։ Ես ոնց որ երեկվա հավատացյալ չեմ, բայց անկեղծ ասեմ։ Ոչ թե ոնց որ, երեկվա հավատացյալ չեմ։ 30 տարուց ավել փորձառություն ունեմ։ Բայց ինձ թվում է ես աղոթքի զորության մասին ոնց որ նոր եմ հասկանում, ինչքան դա կարևոր է։ Հասկանում եք։ Դրա համար չմտածեք, որ եթե դու աղոթում ես, բաները չեն փոխվում, ասա Տեր, սովորեցրու ինձ աղոթել։ Սովորեցրու, որ երբ ես աղոթեմ, երկինքը լսի։ Ամեն, երբեմն մենք նենց ենք աղոթում։ Մեկ ասել է երկինքը այնքան զբաղված է, որ այդպիսի գոլ աղոթքները չի լսում, ականջ չի դնում։ Ամեն։ Դրա համար Հակոբոսը ասում է, արդարի ջերմերանտ աղոթքը շատ բան կարող է անել։ Ամեն։ Արդարի աղոթքը։ Մենք այնքան բան ունենք աղոթելու։ Եկեք չսպասենք, որ ինչ որ սպառնալիք լինի, այն ժամանակ կպնենք աղոթելու։ Պողոս առաքյալը Եփեսացիներին 5-րդ գլխում ասում է. արթուն եղեք, արթուն եղեք։ Այո, արթուն եղեք, ժամանակը ծախու առեք, անմիտ մի եղեք, այլ ճանաչեք որն է Աստծո կամքը։ Հիմա ժամանակն է, որ մենք ծախու առնենք մեր ժամանակը։ Ամեն։ Ու մի բան ասեմ, չնեղանաք ինձանից։ Եթե դու քո համար չես աղոթում, դու ինքդ մի նեղացիր, որ ինչ որ մեկը քո համար չի աղոթում։ Ամեն։ Մեզանից ամեն մեկը ունի պատասխանատվություն աղոթելու իր համար։ Ու Աստված ուզում է մենք դառնանք աղոթքի վարպետներ։ Վարպետները լավ բարձր են գնահատվում։ Ամեն ոլորտի վարպետները, ամեն։ Ու ամենավերջում էլ մի բան եմ ուզում, որ մենք այսօր, ինչպես եկեղեցի, ուղղակի կանգնենք ու վերցնենք պատասխանատվություն մեր ընտանիքում հարաբերությունների համար։ Եթե ինչ որ հարաբերություն վնասված է, միգուցե մի փոքր ճակ կա հարաբերությունների մեջ, ինչ որ վտանգ կա, հասկանում եք, ինչ որ վիրավորանք կա հարաբերությունների մեջ, ինչ որ ցավ կա, ինչ որ իրար չհասկանալ կա, ես ուզում եմ, որ մենք իրար հետ միասին ինչպես եկեղեցի դրան հակառակվենք։ Ու մենք հռչակենք, որ մեր տունը Աստծո սրբարանն է, մեր տունը Աստծո տաճարն է, մեր տունը տան Տերը Հիսուս Քրիստոսն է։ Ամեն։ Մենք կարող ենք չպաշտպանել մեր դիրքերը, ինչպես զինվորներ։ Կարող ենք։ Մենք շատ ուժեղ ենք, որովհետև ուժեղը մեզ հետ է, ուժեղը մեր մեջ է։ Ամեն։ Հալելույա։ Եկեք մենք բարձրանանք ու ինչ ենք մենք սովորում հոգաբետից, մենք սովորում ենք այն բանը, որ մենք մեր ընտանիքի համար թմրած չլինենք, ու որ ոչ մեկը չասի, որ լավ, ես չեմ աղոթում, իմ մաման աղոթում, ու իմ տատիկը գիտեք ինչ աղոթող է։ Եկեք մենք ամեն մեկը զբաղեցնենք մեր դիրքը։ Ամեն։ Հիմա ինչպես աղոթել, որ լինի փոփոխություն, այդ արդեն ուրիշ բան է։ Աստվածաշունչը սովորեցնում է։ Ու ով է մեզ օգնում արդյունավետ աղոթել։ Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին։ Երբ մենք ասում ենք Սուրբ Հոգի, ես չգիտեմ ոնց աղոթեմ, Սուրբ Հոգին գալիս է եւ առաջնորդում է ու նենց ճեղքում է բերում, նենց փոփոխություն է բերում։ Ասում եմ, դու մի տեսակի մարդ մտնում ես աղոթքի մեջ, լիովին ուրիշ, նորոգված, զորացած, հայտնությունով լցված, ուրախությունը տեղը, խաղաղությունը տեղը, խիզախությունը տեղը դուրս ես գալիս։
Եկեք մենք թույլ չտանք, որ սատանան մեզ խղճացնի։ Հակառակը թող լինի։ Ամեն։ Հալելույա։ Փառք Աստծուն։ Ամեն անգամ Աստված ուղարկում է իր խոսքը եւ բժշկում է մեր սրտերը։ Հիասքանչ է, որ մենք կարող ենք լսել Աստծո խոսքերը։ Ուզում եմ խոսքս հատուկ ուղղեմ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ դիտում են մեզ։ Հիսուս քեզ շատ սիրում է։ Նա ամեն բան դրել է զոհասեղանին, որ դու կյանք ունենաս այսօր եւ առավելին ունենաս։ Այս աշխարհում կա մեղք եւ մեղքը սպանում է մարդկանց, տանջանքի մեջ է բերում մարդկանց։ Ուզում եմ մի հատված քեզ համար ընթերցեմ Եսայիա մարգարեության 53-րդ գլխից։ Հավատում եմ, որ նա շատ օգտակար կլինի քեզ համար։ Ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ, որտեւ նա մատաղատուղինքի պես դուրս եկավ նրա առաջին եւ արմատի պես ծարավուտ երկրից, ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն, եւ մենք տեսանք նրան եւ մի տեսք չկար, որ նրան ախորժեինք։ Նա անարգված էր, մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր եւ ցավի տեղյակ եղավ, եւ մի այնպիսին, որից պետք էր երես ծածկել, անարգված էր եւ մենք նրան ոչինչ էինք համարում։ Հիրավի նա մեր ցավերը վեր առավ եւ մեր վիշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատոհարված էինք համարում, Աստվածանից զարկված եւ նկուն եղած։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Մենք ամենքս մոլորվածների պես ման էինք գալիս, յուրաքանչյուրս մեր ճանապարհներում, եւ Տերը նրա վրա դրեց մեր ամենիս մեղքը։ Սիրելի բարեկամ, այսօր դու ունես հնարավորություն կյանքդ նվիրելու Հիսուսին։ Ու ես հավատում եմ, որ երբ որ այս աղոթքը դու ինձ հետ միասին կբարձրաձայնես, Հիսուսը կգա քո սրտի մեջ, կդառնա քո Տերը եւ Փրկիչը, եւ քեզ օգնություն կտա, փրկություն կտա, կյանք կտա։ Ուստի աղոթի այս աղոթքը ինձ հետ միասին։ Ամենակարող Աստված, ես խոստովանում եմ քո առջև, որ ես մեղավոր մարդ եմ ու քո ողորմության ու փրկության կարիքն ունեմ։ Խնդրում եմ Հիսուս, որ քո սուրբ արյունով մաքրես իմ բոլոր մեղքերը, իմ բոլոր չարությունները, որ ես արել եմ քո առաջին։ Քո սուրբ արյունով մաքրի եւ բնակվի իմ սրտի մեջ, դարձիր իմ կյանքի Տերը եւ իմ կյանքի Փրկիչը։ Հայր Աստված, շնորհակալություն եմ հայտնում, որ դու ընդունում ես ինձ մեղավորիս եւ որդի ես դարձնում քո արքայության մեջ։ Հիսուսի անունով ես հրատարակում եմ երկնքի առաջ, հանրության առաջ եւ դժոխքի առաջ, որ Հիսուս Քրիստոսը իմ կյանքի Տերն է եւ իմ կյանքի Փրկիչը։ Ամեն։ Եթե դուք այս աղոթքը արել եք, հավատացեք, որ Հիսուսը հիմա ձեր մեջ է, ձեր հետ է, ձեր թիկունքին կանգնած է, ձեր սրտի մեջ թագավորելու է, ձեզ պետք է գտնել մի եկեղեցի, տեղական եկեղեցի, որտեղ կարող եք տնկվել, հաստատվել եւ ձեր հարաբերությունը ինչպես ընտանիքի մարդ զարգացնեք, ճանաչեք եւ առաջխաղացում ունենաք եւ շարունակեք Հիսուսին ճանաչել։ Նա սիրում է ձեզ։ Եղեք օրհնված։ Փառք Աստծուն։ Տերը հիասքանչ գործերը անում ու մեզ ընդգրկում այդ գործերի մեջ, մեզ մասնակից է դարձնում, ինչպես մենք կարող ենք մասնակից դառնալ ավետարանի գործին, մեր նվիրատվություններով եւ մեր ընծաներով։ Աստծո խոսքը ասում է, որ նա առատապես մատակարարում է մեզ յուրաքանչյուրից, որ մենք կարողանանք համ վայելենք, համ բավականություն ունենանք, բայց նաեւ ամեն բարի գործի համար նաեւ պատրաստ լինենք։ Ուզում եմ մի հատված ընթերցեմ ձեզ համար առաջին Տիմոթեոսի 6-րդ գլխի 17-րդ խոսքից։ Ներկա աշխարհի հարուստներին եւ բոլորին պատվեր է տրված, որ մեզանից յուրաքանչյուրս հույսներ չդնենք նյութական բաների վրա, այլ մեր հույսը կապենք Աստծո հետ։ Ու շարունակություն այսպես ասում, որ ամեն բան տալիս է մեզ առատապես վայելելու համար։ Բարի գործենք, բարի գործերով հարստանանք, առատաձեռնորեն նվիրատվություններով, օգնություններով, ընծաներով օգնություն լինենք ամեն կարոտին եւ ամեն մի գործին, որ ավետարանը բերում է այս աշխարհի մեջ։ Եվ այս ամենի մեջ
Աստծո խոսքը ասում է, որ նրա մենք յուրաքանչյուրս մեր նվիրատվություններով մենք մասնակից ենք լինում հավիտենական փրկության գործին։ Ուստի կոչ եմ անում, որ ձեր նվերները եւ ձեր ընծաները դուք չպահեք ու հույսներ չդնեք դրա վրա, այլ աջակցեք, մասնակից լինեք եւ ամեն բարի գործի մեջ հաջողված լինեք։ Օրհնում եմ ձեզ եւ թող Տերը լրացնի ամեն կարոտություն, որ ունեք ձեր կյանքում, ձեր ցանկսի, ձեր հունցքի միջոցով։ Աստված օրհնի ձեզ եւ բարձրացնի ձեզ։ Եղեք շատ օրհնված։ Սիրելի բարեկամ, քո նվիրատվությունները կարող ես փոխանցել հետևյալ հաշվեհամարին. Աստված օրհնի քեզ։